Պարոն Միքայելյան, Սասնա ծռերի այս հուլիսյան իրադարձություններից հետո նորից մտնում ենք ընտրական փուլ, ընտրական շրջան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ ձեր ներկայացրած կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը ունի մասնակցություն թե խոշոր քաղաքներում, Գյումրիում, Վանաձորում, թե այլ համայնքներում։ Մեզ այս իրադարձությունները ինչ ցույց տվեցին, ընտրությունները մնում են օրակարգային եւ հնարավոր ճանապարհ փոփոխությունների հասնելու, թե ապստամբության միջոցով է այնուամենայնիվ հնարավոր։ Սկզբանե որ կուսակցությունը ձևավորվել հայտարարել ենք որ գնալու ենք ընտրությունների այդ ճանապարհով են գնալու եւ ձևավորել ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն որ կարողանանք ընտրություններին մասնակցենք, այսինքն մենք ուզում ենք լինի մեր կուսակցությունը ոչ թե թվականակով շատ, այլ կառույց լինի եւ այդ կառույցում մարդկանց գիտակցան հասվի, որ մենք չենք գալիս նորից ցես թողենք փողոց, որ շատ ժամանակ եղել է, որ մենք էլ ենք գնաց այդ ճանապարհով, արդյունք չի տվել եւ մարդիկ դուրս գան փողոց, այսինքն լինի մի կառույց, որ այդ կառույցում մենք կարողանանք ժողովրդին հավատ ներշնչենք, ունենանք մեծ թվականակով համախոհներ, որ մարդիկ դուրս գան, այսինքն պայքարի ընտրության միջոցով, որպեսզի կարողանանք հաղթել այս ընտրություններում։ Եթե նման բան չլինի, գիտեք 70-90% երկրի դժգոհ է այս իշխանություններից։ Եվ այսօր իմ հասկացողությամբ պետք է ամեն մարդ իր բաժին բեռը վերցնի, որ այս իրավիճակից դուրս գանք։ Թե չէ, ոնց որ նշեցիք Սասնա ծռերի կատարած գործողությունը, որ նորից եմ կրկնում, ես երբեք չեմ մեղադրել ու չեմ մեղադրում, նման դեպքեր շատ կլինեն այս երկրում։ Ես հավատացած եմ, որ իշխանությունները ոչ մի բան ոնց որ դաշչին իրանց նման շատ բաներ միջև է տեղի ավելի նոր ձևով, այսօր ավելի բարձ ձևով, վաղ ավելի կբարթանա, նման բաներ կլինեն, մենք պետք է կարողանանք համախմբված ժողովրդի հետ միասին գնանք իշխանափոխության։ Այս ընտրություններում նաև մասնակցությունը ուժեր չափելու ձեզ հնարավորություն է տալու 17 թվականը մինչև, որովհետև որպես քաղաքացիական պայմանագիր առաջին անգամ է կարծես մասնակցելու ընտրություններին, հրազդանից հետո առաջ անգամ է տարբեր համայնքներում։ Դե բնականաբար մենք ոչ թե ինչ որտեղ փորձենք մեր ուժերը, մենք ուժ չենք ուզում փորձենք։ Մենք ծանրակաշ չենք, ընդհանրապես ուզում ենք մարդիկ գիտակցեն, որ այլևս նման ձև ապրել հնարավոր չի եւ պլյուս դրան Արցախի հիմնահարցն է որ պետք է այո օրակարգային, օրասական կարամ ասեմ, ոչ միայն օրակարգային։ Եվ պետք է մենք հասկանանք, որ համախմբված պետք է տանենք դրան։ Իսկ ընտրություններին մենք որպես կուսակցություն պարտավոր ենք բոլոր տեղեր մասնակցելու։ Ես թիմ ընտրությունների հետ կապված բնականաբար եթե մենք չմասնակցենք ոնց կլներ որպես կուսակցություն։ Իսկ հրազդանի ընտրություններից հետո ինչ դասեր քաղեցինք, եթե կարող ենք այսպես ասել, որովհետև ձեր կուսակցության անդամները շատ լավ պահեցին ձայները ընտրատեղամասերում, հիմնականում խախտումներ չեղան ու խնդիրը մնում էր տեղամասերից դուրս աշխատանքը։ Հիմա այս քաղաքներում հնարավոր կլինի նաև այդ դրսի աշխատանքը կատարել։ Հրազդանում մի քիչ այլ ձև էր, ավելի մենք թե մեր ուժերը, թե ին ֆակտորը պարզ ասեմ որպես տեխնացու Բայց դե իշխանությունները ընդհանուր ամբողջ իշխանությունը պայքարում էր հրազդանի համար։ Ես այն առամջիկա ինչա դրա դեմ չեմ դրին տեխնացությունը։ Այս էլ որ երրորդ անգամն է, ես պայքարում եմ այս իշխանության դեմ։ Ամբողջ այդ համակարգի դեմ բոլոր ստրուկտուրաներ դուք որ գիտեք ներկա եկել աշխատել են հակայինց։ Դրա համար այսօր մի քիչ ճիշտ է ավելի բարդ է, բայց մենք այս ժամանակ ունենք դեռ ահագին ժամանակ կա աշխատում ենք, որ հնարավորինս կարողանանք, որ նորմալ ընտրություններ գնա։ Եվ մի քիչ ամբողջ մի քանի քաղաքներում ընտրություններ ընթանում, այդքան չեն կարող իշխանությունները իրանց ուժերը գործադրեն։ Այն ժամանակ հրազդանում կենտրոնացված էր բոլոր ուժերը հրազդանում։ Պլյուս դրան այդքան գումար դուք գիտեք, ինչ որ $700,000 պատմություն է, խոսակցություն է գնում, պլյուս դրան այդքան իրանք ես վերջերս ճշտել եմ, ինչ որ ասում են 17,000 մարդ է մասնակցել հրազդանի ընտրություններին։ Պլյուս դրան գիտեք այդ լցոնումներ, ներքին կարգով,
տարբեր մեխանիզմներ, իրանց պետական մշակած մեխանիզմներ, որ օգտագործել կիրառել են իմ ընտրությունների ժամանակ Հրազդանի։ Եվ այդ ամբողջով հանդերձ իրանք դուք տեսաք կադրերում էլ կա, որ իրանք կարուսել են ֆրծնում, այն կինը, որ գրպանից բուլեցին է հանում, ուրիշ բուլեցին է տալիս։ Այսինքն այս իշխանությունները երբեք հանգարց որ լսեք, այս իշխանությունները կարող փոխվեն, հանգարց չհավատակ։ Կամ ինչ-որ համակարգային փոփոխություններ, կամ ինչ-որ հասկանա, որ երկիրը հրոսական վիճակի մեջ է, ուրիշ ուղով գնան, հասկանում եք, կարողանան համախմբել ժողովրդին։ Հնարավոր չի նման բան։ Բայց մտնել ներսում հենց պայքարելը հնարավոր տարբերակ է, այլ տեսեք Հրազդանում հնարավոր տարբերակ չէ։ Այսինքն նստենք սպասենք, որ ինչ ուզեն անեն։ Այսինքն Հրազդանի ընտրությունները հենց տեսակ ինչ արձագանք ստացավ հանրապետությունով մեկ։ Ու իրանք իշխանության թևի շատ ներկայացուցիչներ բացահայտ ասում են, որ այնտեղ դուք հաղթել եք։ Պարոն Միքայելյան, այդ ընտրակաշառքի գործոնը նաև այս ընտրությունների մասով ինչպես հանրության հետ աշխատել կամ բացատրել, որտեղ Հրազդանում մասնավորապես ընտրակաշառքը դեր խաղաց, հա, տեղամասերում ինչ չափով կարողացաք պահել, բայց հիմնական ֆակտորը ընտրակաշառքն էր։ Ու հիմա էլ Գյումրիում, Վանաձորում Գյումրին ամենաաղքատ քաղաքներից մեկն է, որտեղ այդ գործոնը կարող է նորից աշխատել, օրինակ, ինչ անել, ինչպես պայքարել։ Դե գիտեք ոնց, արդեն ահագին ժամանակ է բազմաթիվ ընտրություններ եղել այս տարիների ընթացքում, որ մարդիկ հասկանում են, որ դա հարցի լուծում չի։ Այդ 5000, 10000, 50000 թեկուզ անատի տալով հարցի լուծում չի։ Եվ իրանք պետք է գիտակցեն, որ իրանք են բերել այս երկիրը, այդ հենց ընտրակաշառք վերցողներ են բերել այս երկիրը, այսօրին այս վիճակին հասցրել։ Եվ պետք է իրանք էլ հասկանան, որ մի անգամ, խնդրանքն է, մի անգամ մարդիկ գիտակցեն եւ նորմալ գնան ընտրության, որ իրանց երեխու մեր պետության ապագայի հետ չխաղան։ Ժամանակը ցույց է տվել, որ այսօր ավելի շատ թե սոցիալ-տեսական բոլոր բնակավարներ վերց։ Բոլոր բնակավարներում վիճակը շատ ծանր է, քան թե մի տար առաջ էր, 2 տար առաջ էր, 5 տար առաջ էր, 10 տար առաջ էր։ Եվ մարդիկ պետք է հասկանան, թե ուր են գնում։ Մենք հետ ենք ուզում անենք, մենք ուզում ենք, որ մարդիկ գիտակցեն, մենք էլ որպես կուսակցություն սատար ենք կանգնելու ենք ժողովրդի կողքին, եթե ժողովուրդը ձայն տա, չպատկերացնեք, չկացկացեք հանկարծ, որ մենք մինչև վերջ չգնանք։ Դուր ասում ենք ընտրական ճանապարհով ենք ուզում գնանք, բնական է, բայց եթե ժողովուրդը խոսքի որ Ռաֆի Հովհաննիսյանը այդքան ձայն տվեց, թե մեզ ձայն տա, մենք երբեք հետ չենք կանգնի։ Այսինքն ձևավորվել իշխանություն, մենք ոչ թե իրանք պետք է գան նորից հրապարակին, այն ձևավորված ընտրած իշխանության քշեն հրապարակից, այլ այդ ընտրված կուսակցությունը պետք է մտնի իշխանություն վերցնի։ Ուժի զորով կլինի, ինչ ձև ուզում ա լինի։ Ուրիշ տարբերակ չկա երկրում։ Դուքով հեղափոխություն չի լինի այստեղ։ Մեկ ընդդիմության գաղափարը քաղաքացիական պայմանագրի այդ մեկ ընդդիմություն է հարկավոր երկրում։ Հիմա երբ նորից անդրադառնանք ընտրություններին, որ ուրիշ կուսակցություններ ընդդիմադիր եւս մասնակցության հայտեր են ներկայացնում, չմիավորվելը, միասնական չպայքարել ինչ որ չափով չի օգնում իշխանություններին արդյոք։ Գիտեք ոնց, մեկ ընդդիմության գաղափարը ինչ համար է։ Մենք ուզում ենք նման ճանապարհով գնանք, որտեղ բազմիցս եկել են ընտրությունների ժամանակ, եթե դաշինք են կազմել կուսակցությունները, դեռ չսկսած արդեն տեղեր համար պայքարա գնաց իրար մեջ, կամ պայքարից հետո գցել են իրար վրա, որ դուք եք մեղավոր։ Հիմա եթե մենք ընդդիմություն ենք, ինչ համար այդ գաղափարը, որ մեկ ընդդիմություն է լինելու հանրապետությունում։ Այսինքն այն ինչ որ անենք, մենք այդ պատասխանատվությունը պետք է կրենք։ Հասկանում եք։ Փորձը ցույց է տալիս, որ ասում եք միշտ հատկապես ձեր լագրորեն գալիս ընտրություններ համախմբելը ես չեմ հավատում, որ այսօր փրկություն է, որտեվ ամեն մեկը մի ձևով, մի թելով, մի ճանապարհով կապված են իշխանության հետ։ Ես ոչ մեկի չեմ մեղադրում, իմ կարծիքով։ Եվ արդյունքը տեսել եք ինչ է տվել։ Եկել ընտրության ժամանակ
մարդիկ էլի սկսել են իրար վրա գցել, կուսակցություններ վիճել, մինչև այդ կամ առաջի, երկրորդ, երրորդ տեղանով կլինի։ Դրա համար ինչ որ եթե մենք կարողանանք գնանք, այսինքն այս իշխանությունը փոխվի քաղաքակիրթ ճանապարհով, պետք է 1-3 կուսակցություն լինի։ Հանրապետություն ոչ թե 78, 80 արդեն ինչքան ասեմ, 80 քանիսա չի ինչքան։ Դեռ մինչև ընտրությունները կշատանան։ Հա, շատ կշատանան։ Այսինքն այդ ձևավորված կուսակցություններից ես մեծ տոկոսը երևի իշխանության ձևավորված կուսակցություններն են։ Հատուկ ընտրությունների Այո, ընտրությունների ժամանակ չէ, դե կոալիցիա կազմել, արդեն սկսել են կոալիցիա կազմել, տարբեր ճանապարհներով, տարբեր մարդկանց հետ պայմանավորվածություն ձևավորել, մեկին գործով, մեկին չգիտեմ ինչով։ Եվ մենք էլ ենք, մենք չենք ասում, մենք էլ ենք գնացել նման կարգով, դաշինքով գնացել ենք ընտրության, արդյունքը տեսակ ինչ եղավ։ Դաշինքը այլևս գոյություն չունի։ Պարոն Միքայելյան, նախատեսում եք հանրահավաք նաև անցկացնել, որպես ձեր կուսակցություն սա առաջին հանրահավաքն է Ազատության հրապարակում լինելու։ Եթե շատ մանրամասները չիմանանք, այնուամենայնիվ ինչ օրակարգով եւ ինչ զարգացումներով կարող է լինել։ Դե բնական է մանրամասները կասվի հանրահավաքի ժամանակ, բայց ներկայիս ձևավորած ճգնաժամից դուրս գալու ինչ քայլեր անելու համար իսկ ընթացիկ հարցեր կան, որը կայտարարենք այդ ժամանակ։ Այսինքն ինչ որ չափով սկիզբ է դրվում նաև փողոցային քարոզարշավային պայքարին սրանով, որովհետեւ մենք գնում ենք ընտրության վերջը, մենք ուզում ենք հանրահավաք անենք, մեր ուժերը փորձենք, փորձասեմ, թե ինչքան են կարողացել վստահություններ շնչել ժողովրդի մեջ այս տարիների ընթացքում, ինչքան համախոհներ ունենք եւ ինչ թերացումներ կա կամ ինչ պրոբլեմներ կա մարդկանց հետ զրուցել, ավելի ընդլայնված մտնել պայքարի մեջ։ Այսինքն նաև մասնակցության առումով ձեզ համար կարևոր է լինելու, թե որքան մարդ կմասնակցի, բոլոր հանրահավաքներ մասնակցությունը կարևոր է։ Իմանալու ձեր վստահության կարևոր է այդ ոնց որ ասած վերջնա հիմքն է, եթե չէ, այլ առանց հանրահավաքի էլ եթե մտածենք չէր կարելի, ոնց դու եթե ուզում ես դաս ընտրապայքարի հանրահավաք չանես, կարող է շարունակական լինի հանրահավաքը, տենանք ինչ է արձագանք կտա, ինչ բան կունենա։ Խոսքի սկզբում նշեցիք, որ չեք մեղադրում եւ չեք էլ մեղադրի սասնաձեռերին իրենց գործունեության համար եւ ձեր կուսակցության համար առավել ընդունելի ընտրությունների միջոցով պայքարին հասնելը, բայց եթե ձայները կեղծվեն, ապա տեր կկանգնեք քվեին եւ այդպես չեք թողի։ Հիմա հետաքրիր է ժողովրդական նաեւ տրամադրությունները ստուգելով այդ ապստամբությունը զենքի միջոցով պայքարը սասնաձեռերի գործունեությունից հետո ավելի լայն տարածում չի կարող ստանալ նաեւ այս շրջանում, նախընտրական շրջանում։ Մեկ այս իշխանությունները չեն հասկանա, այսինքն իրանք տարբերակել չունեն, այս իրանց մի հատ կառույց են սարքած, ճնշելով, ջարդելով, ծեծելով, սպանելով ժողովրդին, պահել իրենց իշխանությունը։ Իսկ ինչ վերաբերում է, որ մենք մեր ծրագրում նաև կա, որ մենք կարող գնանք Թավշյա հեղափոխության։ Հենց որ դու չիմանաք, մենք խելոք երեխու պես նստել ենք, եթե պահելնի, մինչև ընտրությունների դե իրավիճակ զարգանք, տեսեք, այս ասնացարերի դեպքում մենք եկանք, կանգնանք, ասենք, որ այս մեր պայքարի միջոցն էսա, այս ձևով եթե համաձայնենք, մարդիկ ասում են, որ գնանք տղաներին հանենք ստից, այդ ժամանակ պետք է իմ կարծիքով ոնց որ ժողովրդին տանիր կոտորացի, եթե այդ քայլով աներ։ Մենք ուրիշ ճանապարհ ընտրենք, որ հավաքում ենք ստեղ, բազմություն թողա, ժողովուրդը գա, մասնակցի ու դուք տեսաք, որ ավելի կշատանան, եթե այդ ձևով գնայինք։ Մենք ու կարող է Ինչը խանգարեց վերջին պահին, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ լավ համակարգում էր, փորձում էր թույլ չտալ, որ արմնահեղություն լինի, բայց ինչ որ մի պահի կարծես նրան մեղադրեցին անգամ կուսակցականացնելու մեջ շարժումը սեփական շահերի համար օգտագործելու, ինչ տեղի ունեցավ, եթե ընդհանուր ամփոփենք։ Դրա համար էլ ոնց որ թվում էր, ինչ որ մեկը, ինչ որ մի ուժ ուզում է շարժումը սկսի, ոնց որ մենք գնանք վերցնենք այդ ուժիցերից մի քիչ ուրիշ ձև իրանք պատկերացրին։ Այդպիսի մեկնաբանություն։ Հետո որ բազմություն հավաքվավ կամաց, իրանց թվաց թե վերջն արդեն։ Եվ մենք ոչ թե հրաժարվանք
մասնակցությունը մեր կար դա, բայց ամբիոնը թողինք։ Մենք այդ ճանապարհով ենք ուզում գնալ իշխանափոխության եւ պահանջում ենք նախագահ հրաժարականը բնական է, բայց ուրիշ ձև հասկացվեց։ Մարդիկ մենք էլ էլի մինչև վերջ այդ պայքարի մեջ եղրենք, բայց ուրիշ կարգավիճակում։ Իսկ այսօր այդ շաբաթը մեկվա հանրահավաքները ուրբաթ օրերին Ազատության հրապարակում, որ նոր խորհուրդ է ձևավորվել, փորձում են շարունակել Սասնա ծռերը, անձամբ ձեզ ինչ որ հուշում են, որ հնարավոր կլինի այդ ճանապարհով էլ հաջողությունների հասնել եւ պետք է շարունակել զենքերը վայր դնելուց հետո ձեր կարծիքով գործողություններ հրապարակում։ Տղաները զենք չեն վերցրել, որ մարդ խփին կամ ինչ որ ճանապարհով, ինչ պահի տակ այդ որը եղավ ոստիկանության գնդապետի թե գնդապետի հետ կապված Մանոյանի տղաները զենք չեն վերցրել, եկին խփին մարդկանց, սրանք զենք են վերցրել, որ այս ճանապարհով ժողովրդին հանեն ոտի, որ մարդիկ իրենց կյանքն են դրել, հանում իբարս թե ժողովրդի, թե պետության, պետականության, որը դրսում ճիշտն ասած չկարողացան նորմալ կազմակերպել, հասկանում ես։ Դրա համար արդյունք չտվեց։ Իսկ ինչ վերաբերում է պայքարելու, բոլոր միջոցները արդարացված են այս իշխանության հեռացնելու համար։ Ղարաբաղյան այդ դիսկուրսի մասին նախընտրական շրջանում ինչքանով է կարևոր նաև կուսակցությունների դիրքորոշումը Ղարաբաղյան հարցը ընդհանրապես նախընտրական շրջանում թե կուսակցությունների տեսակետներ հայտնելու առումով եւ թե անընդհատ զարգացող բանակցությունների առումով։ Մանավանդ երբ հիմա այդ հասարակության մի շրջանի մոտ մտավախություն կա, որ կուլիսային այդ տարածքներ վերադարձնելու հետ կապված քննարկումներ են գնում։ Այ հարցը շատ հետաքրքիր է եւ ես շատ շահագրգռված եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ ես ուզում եմ կամ թերթերի միջոցով կամ ինչ որ լրատվական միջոցներով տեսեք հիմա ինչ է լինելու, սպասում են, արդեն խոսակցությունները գնում է, որ հողերը պետք է տան, 5 շրջանա, թե 2 շրջանա, թե կես շրջանա նշանակություն չունի, տալը հողը, միտի զորն է տալ, հող տալա։ Հիմի կուսակցություններ ոնց որ մառան են մտե, սպասում են հենց հողերը տա Սերժ Սարգսյան։ Նոր հայտնվելու են ու սկսելու են հայրենասիրական մեր հորդեց։ Այ հիմա դուք ասում եք համախմբել թողան, բոլոր կուսակցությունները համախմբեն դուրս գան հրապարակ, հողերի հարցը դնեն, որը ոչ մի կուսակցության խտրականություն չկա, ոչ մի կուսակցության շահերի կա, չգիտեմ ինչի չի վնասում։ Այ հիմա պետք է կուսակցությունները հավաքվեն, համախմբվեն, մենակ այդ հարցի շուրջ, Արցախի հիմնահարցի հետ կապված, որ հողերը ու ստիպեն իշխանության, որ վերջո այս հողերը ոչ մենակ այդ 4-5 հոգին են վերցրել, հասկանում եք, որ վերագրել են իրանց վրա, այլ այս հողերի պայքարը ազատագրումը ամբողջ Հայաստան է։ Մեկը զենքով, մեկը բահով, մեկը գրիչով, մեկը չգիտեմ ցրտով, մեկը սովով, հասկանում եք։ Ու թողան ժողովուրդն հասկանա, որ իրանք կանգնել են Արցախի հետ կապված, հարցի հետ կապված կամ ինչ որ միակողմանի փողզիչման հետ կապված։ Երբեք չհավատաս անկարծ երկկողմանի փողզիչում պետք է գնա։ Չպատկերացնեք էլ։ Ընդհանրապես փողզիջում, որ անդադ խոսում են փողզիջումների մասին, ինչ ունի զիջելու Ադրբեջանն այս դեպքում, ստացվում է միայն հայկական կողմի զիջումներն են։ Երբևիցե ես մի անգամ ինչքան գիտեմ ձեր արցազրույցում ասել եմ, որ նրանք երբեք չեն գնացել փողզիջման, իրանք ամբողջն են պահանջում 7 շրջան, Պլյուս Շուշի, հասկանում եք, դրանից հետո նոր հանրաքվե, մտամ Մադրիդյան սկզբունքների բանաձևի հետ կապված, հետո բերին Կազանի բանաձևի հետ փոխին ձևական բաներով, բայց այսօր եթե այնպես վերցնես մի քիչ արտաքին քաղաքականությունն էլ է փոխվել, իդեմս Թուրքիայի, իդեմս Սիրիայի, տեսեք Թուրքիան Սիրիայի հետ է կռվում, Ռուսեն ուզում է համագործակցի Թուրքիայի հետ, այսինքն ինքն ոնց որ դաշնակից է Սիրիայի հետ, չի կարա այդ Ուկրաինայի դեպքերը զարգանում են էլի գիտեք։ Մի տեսակ ինչ որտեղ ոչ չասեմ շահեկան, մեր համար այս բանակցային փուլը, որ արդեն դե ստիպում են, որ պետք է անպայման այս ձևաչափի մեջ հողերը տվեցվի խաղաղության դիմաց, թե չգիտեմ ինչի դիմաց։ Ուշադրությունը մեր վրա չէ, այդ իմաստով նկատելը էլի։
Ու մենք այսօր ինչ որ ժամանակ ունենք։ Պլյուս դրան մի վտանգ էլ կա, ասեմ, որ ժողովուրդն էլ իմանան։ Հիմի Ռուսաստանը դու գիտեք զենք ծախելու միջոցով, թե ներքին կարգով իրանց զենք տալու միջոցով հզորացել ահավոր։ Եվ այս խոշոր տիրությունների վերադասավորման ժամանակ, որ լավ ապրիլան դեպքերում, որ Ամերիկայում բանակցություններ էր բանի շուրջ, կարող է Ադրբեջանը հարձակվի։ Հասկանում եք։ Դրա համար պատրաստ չենք, չէ՞ դրան։ Դե պատրաստ չենք, պատրաստ ենք, բայց դա ես ինչի դեմ չես իթա։ Հասկանում ես։ Զինատեսակները նկատի ունեն, որ այդքան ձեռք բերեցին։ Զինատեսակները չես համեմատի երբեք։ Ես չեմ բանում ասելու։ Երևի աշխարհի տակի զինատեսակ գիտես, Ադրբեջանն այսօր ունի։ Ու այսօր գոնես իշխանությունները ձեր գոնե կարենան ժողովրդին համախմբեն, հասկանում եք։ Մերին ես ասել եմ, մեր միակ հզոր զենքը մեր համախմբումն է։ Դարերն ի վեր այդպես եղել։ Ինչ վիճակել իրենք, անհավասար մարտահել է, հասկանում եք։ Բայց երբ հայ ազգին համախմբվեց, տարերա հաղթանակ։ Բայց այս իշխանությունները ես զարմանում եմ, ո՞նց է ստանք այս իշխանությունը, այս ժողովրդին ղեկավարում, որ իրանք տարական թե չեն հասկանում, ո՞նց կարան չհասկանան, թե չեն ուզում հասկանան, թե շախմատորեն կա, ձեռս տվե պետք է խաղաս, այսինքն այս իշխանության Ռուսաստանն է առավել եւս, թե Եվրոպան, թե Ամերիկան այս ընտրությունների ժամանակ ինչ որ գիտեք, ընտրությունները չավարտված ինքնաթիռի մեջ ասում միջազգային չափանիշներին ընտրությունները համապատասխանում են։ Այսինքն ամեն պետություն իր շահումներ էր բանի Հայաստանից։ Բայց այսօր Հայաստանը մեղուցամբա գնացել, այսինքն մեր երկրի ղեկավարությունը տարել է դեպի Ռուսաստան ու պատմականորեն դարերն ի վեր մեզի գցել է ռուսը։ Կամ մի քիչ ուշացել է, այ հիշում եք Զորի Բալյանելերը հոշնում էր ռուսի ոտը։ Նամակ երկրում։ Հա, որ էսի շարունակությունն է դրա։ Մենք անկախ պետություն ենք, հասկանում եք, այսքան ջարդ, կոտորած, սով, այսքան տարի էսենց այս վիճակի մեջ է ժողովուրդը, բայց հավատ կա այս ժողովրդի մեջ, որոշ մարդկանց մեջ, որ մենք մեր ճանապարհը մենակ մեր անկախությունն է, բայց ինչի համար ենք անկախ։ Այսօր եթե վերցնես, հեսա Ամերիկան սանկցիա կիրառի Եվրոպան էլ, որտեղ իրանք ինչ որ օգնության ձևով, ինչ որ մի ձևով միջամտում են Հայաստանին, որ ոտքի կանգնի, բայց իրանք ամբողջ ամեն ինչ տարեն կներեք ռուսի տակ։ Որ հակոթային պաշտպանություն էլ բռնի տվին։ Ինչա մնացել է սա տեց գրես, բայց դել տան։ Հիմա միացյալ զինխումբ են ստեղծում, հա, Ռուսաստանը։ Պարոն Միքայելյան, սրանում չկան նաև մեր ընդդիմության մեղավորությունը, երբ ամեն անգամ իշխանությունները մի համաձայնագիր են ստորագրում Ռուսաստանի հետ, մի նոր բան են զիջում Ռուսաստանին, գույք են տալի պարտքի դիմաց եւ այլն, ընդդիմության շրջանում էլ Հայաստանում չի եղել բավարար չափով հակազդեցություն։ Ոչ թե բավարար չափով չի եղել։ Այ իմաստանց էս դա է, թե այսօր բոլոր ընդդիմադիր կլինեն այն ուժերը, որ այս երկրի պետության ապագայի համար մտահոգ են, թող բոլորը համախմբվեն այդ հարցի շուրջ, ինչ բանակցություններ է վարում, թող լինի այդ երկրի նախագահն նստի բացատրի ինչա կատարվում այս երկրում։ Մի օր կարտանանք ուշ կլինի, ժողովուրդ, հասկացեք, չի կարելի, չէ։ Ինչ գնանք 15 թիվ նորից։ Այսինքն կա մտավախություն, որ նույն այդ տարածքների վերադարձը անակնկալ ձևով կմատուցվի ժողովրդին։ Անակնկալ ձևով կամ պատերազմի միջոցով։ Ելի կռվեք։ Ինչի դեմ կռվես, ինչով կռվես։ Դա էլ անակնկալ։ Հետո էլ կասեն չկարացանք, տվինք։ Բայց եթե նախագահն այլի է մասը ասում է շփման գծ ինչի հանգարում, այդ 800 հեկտարը։ Բայց թող զորքեն հետ քաշին։ Պետք է երեխան չի զոհվան։ Լապատկեքով կռվան։ Վեր պատրոն չեղել, լապատկով տամարին կռվե։ Բայց ամբողջ էտա որ մտավախությունը էս ինչա կատարվում։ Եկուս կարող է մատ դիվերսիոն հարցակում լինի թե ինչ է, եկուս կարող է մատ լեռնամասշտաբ հարցակում լինի։
որ այս խոշոր տիրությունների մեջ ինչ-որ վերադասավորման պահին, որ այսօր ասած իշխանության երկրի գլուխարն է, հարցակվեն, ու իրանք երբևիցե չեն ասել, որ մենք մեր հողերը հետ կվերցնենք, եթե գոռում գոչում են, մենք ուժով ենք, հզոր ենք, մարտական ոգիներս բարձր է, ձեր մարտական ոգին անից եմ, այս ժողովրդի, այս աղքատ ժողովրդի ոգին է, հպարտ ու բարձր, ոչ թե ձեր կողոպտողներ, գողեր, ավազակներ, հերիքա էլի, ինչ են ուզում այս ժողովրդից։ Այս ֆոնին սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում տոնվելու է Արցախի անկախության 25-ամյակը, այնտեղ նույնիսկ պատրաստում են դրա առթիվ համաներում հայտարարել, սկսել են սահմանադրական փոփոխությունների գործընթաց Արցախում, 25 տարիների ընթացքում ընդհանրապես անկախության գաղափարը, անկախություն ասվածը կարողացան բավարար չափով արժևորել։ Դե դուք ինձանից լավ գիտեք, կարողացան բավարար չափով արժևորել, թե չարժևորել, որովհետև այս տարին ընթացքում դուք գիտեք այսօր այդ ճանապարհով անկախության այդ զենքի մարդիկ, այն տղաները, ովքեր դուրս եկա պայքարի զենքով, ես միշտ ասել եմ, այս հաղթանակը ազգովի ա եղել, ոչ մեկ դու չասի, ես զենք եմ վերցել, դու չես վերցել, ազգովի մենք պայքարը մակարել ենք, ազատագրել ենք ու ընդլայնել ենք մեր երկրի տարածքները, հասկանում եք։ Ու այսօր այս տարիների ընթացքում այս իշխանությունները միշտ գնացել են արժեքների բնաջնջման երկրում, որ ինչ-որ մի արժեք կամ թե մի անհատ, կա այսօր մի անհատ, որ իշխանության կողմից գովաբանվել է, այդպես բան կա, հնարավոր չի։ Ու ինձ էլ են հրավիրել, բայց ես չեմ գնա։ Տոնական միջոցառումներին ինձ էլ են հրավիրել, բայց ես չեմ մասնակցի, որովհետև իմ ընկերների կեսը բանտերում են, այս տարիների ընթացքում տեսակ ազատամարտիկներին ինչ-որ ասրին, թե ֆինանսական չեմ սոցիալական արդյոք, թե հոգեբանական, թե մարդկային, թե իրանց պատվի համար, ու այսօր իրանց դիվիզն է, ու գլուխ բարձրացնի ջարդել, հասկանում եք, այս ասնածռերի դեպքերն ինչ համար եղավ, որովհետև եթե դու ճանապարհ չունես գնալու, օրինական ճանապարհ չունես, ոչ մի ճանապարհ քեզ չի մնում, բնականաբար պիտի ինչ-որ ուժի դիմես։ Եվ նման բան եղավ, էլի եմ կրկնում, էլի կլինի։ Դրա համար ես չեմ ուզում այդ մասնակցեմ։ Ես էլի պատերազմ լինի, դուք գիտեք, թե ապրիլյան դեպքերում ես ու իմ նման շատ տղեր այնտեղ կանգնած են։ Իբարս մեր Արցախի, մեր անկախության, հասկանում եք, բայց ինչ-որ այսօր գնամ հեռարի սիրեմ, հիշել են հրամանատարներին, հրավիրում են Ղարաբաղ, բայց բանտերով կարող մենք ենք միշտ մեղավորել, որ դուրս ենք եկել պայքարի, որ երկիրն այս վիճակին չհասնի։ Այս տարիների ընթացքում միշտ այդպես պայքար ա եղել, միշտ բռնկումներ ա եղել, ընդդեմ անարդարության, որը ձևավորել է այս իշխանությունը, եւ ես գնամ դա որպես ինչ։ Քանի ազատամարտիկ կան նստած։ Ոչ միայն Սասնածռերը։ Կամ Սասնածռերը ինչ համար գնացին այդ քայլին։ Իրանք ստիպին։ Ու պատասխանատվություն պետք է իրանք կրեն։ Ես նոր եմ լսում, ասում են, կարողա ինչ որ այնտեղ համաներում շնորհեն, ինչ անեն։ Էլ չեմ հավատում։ Քրահաձևական երկու մարդ թողեն։ Ինտրիգներ անեն։ Իմիտացիոն բաներ, դրանք գիտես էլ իրանց ձևերը խաղացող են։